Հարգելի տիկնայք և պարոնայք, ամրացրեք ձեր անվտանգության գոտիները, քանի որ մենք պատրաստվում ենք թռիչքի։ Երկու աստղ երաժշտական ժամանակի մեքենան շարժվում է անցյալ և շուտով վայրեջք կկատարի ռետրո մոլորակի վրա։ Մոլորակ, որտեղ պարային շարժումները բաժանվում էին երկու կատեգորիայի՝ այսենց ու այսենց։ Մոլորակ, որտեղ վինիլները ավելի հաստ էին, քան ժամանակակից սմարթֆոնները։ Մոլորակ, որտեղ երգերը լսելու համար պետք էր ոչ թե նորից play տալ, այլ վերցնել կասետը, այնուհետև վերցնել գրիչը ու երկար պտտել հետ, մինչև հասնես քո ուզած երգին։ Մոլորակ, որ շատերի կարծիքով տվել է մարդկության պատմության լավագույն երաժշտական հիթերը։ Այո, և շատ շուտով դուք դրանք վայելելու եք։ Բարի եկո, բարի գալուստ երկու աստղ! Շնորհավորում եմ բոլորիս մեր ժամանակի մեքենան բարեհաջող վայրեջք կատարեց։ Ծափահարություններ, մենք վայրեջք ենք կատարել։ Մենք ռետրո մոլորակի վրա ենք։ Այո, պիլոտները գտնվում են հիանալի վիճակում։ Այո, անձնակազմի 4 աստղային զույգերի հետ ամեն բան կարգին է։ Բայց դա հիմա է կարգին, քանի որ նրանք այսօր մրցելու են, մրցելը որն է տիեզերական մենամարտի են դուրս գալու, որի արդյունքում զույգերից մեկն այսօր մնալու է անցյալում և մեզ հետ չի ուղևորվելու դեպի եզրափակիչ։ Այո, իսկ նրանց այդ գործում օգնելու են ռետրո մոլորակի վրա դեռ հնուց ապրող ամենաուժեղ և ազդեցիկ ռասան՝ ժուրիոիդները, որոնց առաջ այսօր հանդես են գալու մասնակիցները։ Այո, ժուրիոիդները հանդիսատեսոիդների հետ միամուռ ուժերով քվեարկելու են զույգերի օգտին և քվեարկության արդյունքում ամենաքիչ միավորներ հավաքած զույգը մնալու է ռետրո մոլորակում։ Բայց վատ չի, 50 ռուբլիով կարան գնան Սոչի հանգստանան, 19 կոպեկով պլոմբիր ուտեն ու եթե մի 10 տարի էլ սպասեն, անվճար տուն կստանան։ Պլոմբիր ես ասում, բա գիտես Չեխոսլովակիայից ինչ ջինսեր կարային բերել, բայց արի չխորնանք այնքան, ներկայացնենք ժուրիոիդներին։ Ռետրո մոլորակի հումորիստոիդների և կոմպոզիտորիոիդների վառ ներկայացուցիչ Գարիկ Պապոյան։ Բազում երաժշտական մենամարտերի ականատես ժուրիոիդների նախագահ ռեժիսոր մայոր Հրաշք Քեշիշյան։ Երիտասարդության էլիքսիրը բացահայտած, բայց ոչ ոքի այն չփոխանցող Լուիզա Ներսիսյան։ Եվ այսօրվա ժուրիոիդների հյուր անդամը Մարտով անսովոր է զգում իրեն, երբ ինչ-որ հաղորդման տաղավարում է և ինքը չէ հաղորդավարը, շոումեն, երգիչ, հաղորդավար Գրիշ Աղախանյան, կներես։ Գրիկ, իսկ դու վստահ ես, որ մեր զույգերի հետ ամեն ինչ կարգին է։ Ինչի։ Դե նոր մոլորակ, նոր միջավայր, հանկարծ մի բան եղած չլինի, ես եմ մտածում։ Բայց ինչ կարող եղած լինի։ Չգիտեմ, օրինակ այլ մոլորակայիններ, անհայտ ծագման գիշատիչ կենդանիներ, դինոզավրեր օրինակ։ Անջան կինս հետ անձնակազմի մեջ եմ, իրոք ուր է հեռախոսս։ Գրիկ ջան, ախր դու մոռացել ես, մենք ռետրո մոլորակի վրա ենք, ստեղ դեռ հեռախոս չկա։ Նա ինչ անում։ Նա ինչ ես անում։ Արագ, հենց հիմա դուրս ես գալիս դուրս, այնտեղ մի հատ կանաչ լույս կա, այդ ուղղությամբ գնա։ Ահա։ Իրոք է, բայց։ Ես դու ուզում ես ինձ ուղղակի կանաչ սենյակ։ Հա, ոնց որ հասկացար, հա։ Հասկացա, որն է շատ պարզ էր։ Դե ես չէի մտածում, որ մի անգամից տենց գլխի կընկնես։ Բայց մի րոպե ինչ ես անում։ Հետ ես գալիս։ Դու չգիտես որ ճանապարհից հետ գալը վատ նշան է։ Չի կարելի։ Հա, լուրջ եմ ասում։ Հետ գալը շատ վատ նշան է։ Հաստատ։ Այո։ Պետք է շնորհակալ լինես, որ ես, որպես սնահավատ տղա, հենց հիմա գնում եմ կանաչ սենյակ։ Հա։ Հակառակ դեպքում ես տենց չէի անի։ Բայց մյուս անգամ ես տերուկը չի անցնելու։ Չի անցնելու, գիտեմ։ Նայ։ Ուրիշ բան կմտածեմ։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Ucom-ը իր Uplay նորարարական TV և մեդիա հարթակով, որը եկել է փոխարինելու UTV-ին։ Uplay-ն ունի ժամանակակից և պարզ ինտերֆեյս, մինչև 5 սարքով միաժամանակ օգտվելու հնարավորություն և շարունակական դիտում ֆունկցիա, որը թույլ է տալիս անցնել մեկ սարքից մյուսին առանց դիտումներն ընդհատելու։ Իսկ այժմ ժամանակն է, որպեսզի ես մի փոքր զրուցեմ մեր սիրելի ժյուրի անդամների հետ, ոնց եք ժողովուրդ, լարվածությունը հասել է իր գագաթնակետին, մենք գտնվում ենք կիսաեզրափակիչ փուլում, ամփոփեք ձեր էմոցիաները, օրերը, շաբաթները, որոնք որ անցել են, Գարիկ Պապոյան։
Ողջունում եմ բոլորին, իսկապես որ լարվածությունը ոնց որ մոտենում է իր պիկին, ինձ թվում է շատ տրամաբանական է, երբ որ մրցույթ կա, մենք մաքսիմալ բոլորս փորձում ենք սառնարարությունը պահել, ոչ մի գայթակղության եւ ոչ մի կաշառքի չտրվել, շատ դժվար է հրաժարվել դողամասերից, շատ դժվար է գրպանից ետ հանել եւ ետ դնել այն գրպանը, որտեղից եկավ այն ինչ որ արժեր, որ մնար քո գրպանը, գոնե մի կես ժամ էլ Բայց ամեն դեպքում դիմանում ենք արամ, դիմանում ենք։ Ձգեք, պարոն Քեշիշյան, խնդրեմ։ Ողջունում եմ եւ միանգամից ուզում եմ մեր բոլոր մասնակիցներին մաղթել հաջող ելույթ, տոկունություն եւ նաեւ մրցակցությունը մի կողմ չդնելով այնուամենայնիվ կարողանան վայելել այս գեղեցիկ բեմը, այս լավ մթնոլորտը ու այս հենց իրենց ամիսների արած աշխատանքը ի վերջո ամփոփեն այսօրվա գեղեցիկ համերգի մեջ։ Շնորհակալություն։ Գեղեցկուհի Լուիզա, խնդրեմ, գեղեցկացրու։ Այո, ես անհամբերությամբ սպասում եմ այսօրվա ելույթներին, որովհետև ինձ համար ռետրոն շատ տարբեր նշանակություն ունի, որովհետև այստեղ տարբեր սերնդի ներկայացուցիչներ են եւ կան մարդիկ, ում համար 2000-ականներն են ռետրո։ Տեսնենք թե ինչպես են ընկալել մեր մասնակիցները։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես երկու աստղին, ես շատ կարոտով կհիշեմ այս գեղեցիկ օրերը, ճիշտ է, նրանք անցել են, բայց ֆիքսվել են պրոֆեսիոնալների կողմից, այնպես որ կարող ենք երկար տարիներ վայելել այս հրաշք ելույթները, որ կատարվեցին այս բեմում։ Շնորհակալություն, շատ շուտով այս ելույթներն էլ կդառնան ռետրո։ Այո։ Գրիշա Աղախանյան, բարով եք եկել երկու աստղ, շատ ուրախ ենք ձեզ ողջունել։ Որոշեցին ձեզ հրավիրել ռետրոյի օրը, նախ ինչի։ Որովհետև այն ամենի մասին որ դուք պատմում եք Գրիգի հետ, այդ դեռև եկավ աչքիս առաջ, որովհետև հասկանում եք, ժյուրի անդամներից ամենառետրոին մոտիկ անձնավորությունը ես եմ, որովհետև այդ ամենի միջով անցել եմ։ Երևի դրա համար, թե չնես չեն կանչի, Արամ ջան, երևի։ Իսկ եթե անկեղծ ես հմեկում երկրորդ անգամ եմ հյուր ժյուրի եւ ընդհանրապես հմեկի ցանկացած նախագծում թե օրթավար թե ժյուրի անդամ մի առաջարկների միշտ սիրով եմ համաձայնում, որովհետև այստեղ լավ է, հավես է, ջերմ է, միշտ։ Ու խերեխեք։ Շնորհակալություն, դե ինչ։ Մենք շարժվում ենք առաջ եւ այսպես դիմավորեք մեր այսօրվա առաջին երկու աստղին։ Պատրաստ եք։ Ժան եւ Բրունետ։ Ոնց է ծիղով հովոսոր։ Լոթի էր տիրում բեմում։ Շատ լավ անցավ, ժողովրդական երգեր թեման, շատ վայելել ենք, շատ հավես էր բեմի վրա, ժյուրին շատ գոհ էր, հանդիսատեսը շատ գոհ էր, մենք շատ գոհ էինք, ընդհանուր առմամբ բոլորս։ Հետո արձագանքները ընկերների ու ընտանիքի կողմից էլի շատ պիկի վրա էր։ Ժյուրին շատ գոհ էր, իմ ձայնը նմանացրեցին Լուսիկ Քոշյանի ձայնին, շատ հպարտ եմ ու ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ անցավ, շատ լավ խոսքեր ասցին մեզ։ Մենք ընտրել ենք Հոթել Կալիֆորնիա երգը, ես շատ եմ սիրում այդ երգը, Ժանին մի քիչ համոզեցինք, որ շատ ասազում իր տեմբրին այդ երգը ու իրականում շատ ասազում, ինքը մտածում էր, որ այդքան էլ չէ։ Որովհետև վերևի նոտաները հազիվ է երգում։ Շատ հետաքրքիր բեմադրություն ենք ունենալու, շատ փակագծերը չենք ուզում բացել եւ ես եմ տենց նորովի կերպարով հանդես գալու եւ Ժանը։ Բեմադրությունից չեմ ուզում պատմեմ, որովհետև հեսա կտեսնեն։
ring light. My head grew heavy and my sack grew dim. I had to stop for the night. Then she stood in the doorway, heard a mission bell, and I was thinking to myself, this could be heaven or this could be hell. Then she lit up the candle and she showed me the way. There were voices down the corridor, I thought I heard them say, welcome to the Hotel California. Such a lovely place, such a lovely place, such a lovely place. Plenty of room at the Hotel California. Any time of year, you can find it here. Her money is Tiffany twisted. She got a Mercedes Benz. She got a lot of pretty, pretty boys she calls friends. And still those voices are calling from far away. Wake you up in the middle of the night just to hear them say, welcome to the Hotel California. Such a lovely place, such a lovely place, such a lovely place. Living it up at the Hotel California. What a nice surprise, what a nice surprise. Bring your alibi. Welcome to the Hotel California. Such a lovely place, such a lovely place, such a lovely place. Living it up at the Hotel California. What a nice surprise, what a nice surprise. Bring your alibis. Ladies and gentlemen, please applause Brunette on guitar. And Jean on drums. Jean եւ Brunette! Այո, դուք դիտում եք առաջին ալիքով երկու աստղի կիսաեզրափակիչ փուլը, եթե դուք առաջին անգամ եք լսում այս երգը, ապա ես շնորհավորում եմ, դուք շատ երիտասարդ եք։ Jean եւ Brunette! Բացումն արեցիք, ես կիսաեզրափակչի ոնց եք, խնդրեմ, խոսափող, խնդրեմ։ Շատ լավ է։ Ով էր ընտրել երգը, հարց։ Մենք։ Դե այդ պարզ է, չէ, ձեզանից ով կոնկրետ։ Իրականում այս երգը այնքան շատ եմ սիրում ու սիրել, որ երբ որ իմացանք, որ ռետրո թեմա կա, միանգամից միաձայն ասեցինք, որ այս երգը։ Առաջին կարծիքները այժմ մենք կուզենանք լսել, սիրելի ժյուրի, մեր մասնակիցների ելույթի հետ կապված։ Լուիզա, խնդրեմ։ Անկեղծ եմ ասում, ինձ տեղափոխել եք մի շատ հրաշալի աշխարհ։ Սա իմ ամենասիրելի երգերից մեկն է ու պատմությունը, սիրո շատ գեղեցիկ պատմություն։ Հրաշալի եք, ես զարմացած եմ, դուք նաև նվագում եք։ Brunette, քեզ, չգիտեմ, շատ հետաքրքիր կերպարանափոխված ես։ Շնորհավորում եմ ձեզ, շատ սիրուն եք, շատ լավն եք, էներգիայով լի ու իմ ամենասիրելի երգը կատարելուց բրավո ձեզ։ Շնորհակալություն, ժյուրի անդամներից մեկը ոգևորված էր շատ գիտարի սոլոյի վրա, դա Գարիկն էր Պապոյան, խնդրում եմ մեկնաբանիր Գարիկ։ Երկի մասով ուզում ասեմ անթերի եք կատարել, համենայն դեպս ես այդպես եմ լսել, այդպես եմ ընկալել, իսկապես երկուսդ էլ շատ սիրուն եք երգել, շատ էմոցիոնալ եք երգել, շատ տենց դերի մեջ եք երգել։ Առաջին հայացքից մտածում եմ, որ ինչի եք ընտրել մի երգ, որը այդքան տենց զարգացում չունի, այն առումով չունի, որ եթե տենց ռետրոյա, մի քիչ ավելի տենց երևի ռետրո բառը մեզ հուշում մի քիչ կարող ավելի գունավոր, կարող 70-ականներ էլի այդ թվականների, բայց մի քիչ ավելի ուրիշ բան ենք պատկերացնում, բայց sense ինքը տենց երգը մեր սպասածի տեմպից մի քիչ ցածր էր,
Բայց հետո հասկացա, որ այդ զարգացումը ոչ թե երգից էր կախված, այլ հենց այնանից ինչ որ կատարվեց, երբ որ դուք սկսեցիք, օրինակ, չգիտեմ, բրյունետը, որ սկսեց ծնկաչոք սոլո անել, բան, ժանը, որ նոր է սովորել, բայց ամեն դեպքում իսկական պարտիան նվագում էր։ Ինձ թվում է այդ այն ինչ որ ակնկալիքով իմ մոտ պակասելու էր, ճիշտ պահին դուք այդ լրացրեցիք։ Ուզում եմ ասել, որ նաև շատ կարևոր է, քանի որ հաստատ ժամանակա բրյունետը հատկացել դրա վրա, իսկական գիտարի ակորդներով չէր նվագում, բայց այնքան ուշադիր է պարապել, որ բոլոր շեշտերը իդեալական գիտարի անում էր։ Էդ էլ ժամանակա ու պետքա գնահատել։ Տնային աշխատանքը հիանալի կատարել եք, ապրեք։ Հրաչ Քեշիշյան, խնդրեմ։ Ես ուզում եմ մի փոքր նաև տենց էքսկուրս անել այս երգի եւ այդ ժամանակաշրջան։ Ես կարծում եմ, որ 70-ականները դա այն ժամանակաշրջանն էր, երբ ստեղծվեց երևի փոփ մշակույթի լավագույն, երգերի շտեմարանը, ու սա այդ շտեմարանի ամենավառ երգերից մեկն է։ Ես ի տարբերություն այն պատմությունների, որ պատմում են այս երգի մասին Hotel California-ի, իմ համար այնուամենայնիվ մի քիչ մետաֆորիկ հասկացողություն ունի Hotel California-ն, եւ եթե մի փոքր այլ ռակուրսից դիտարկենք, սա նման է հենց շոու բիզնեսին Hotel California-ն։ Ասում է welcome to the Hotel California, ու տողեր կան, չէ, որ ասում է you can check out anytime but you can never leave։ Այսինքն երբ դուք մտնում եք այս ասպարեզ, էլ կարող եք ցանկացած բայի դուրս գալ, բայց այնուամենայնիվ երբեք դուրս չեք գա։ Ես մաղթում եմ հենց ձեզ դա, այս երկի սիմվոլով մաղթում եմ, որ դուք երբեք դուրս չգաք այս ասպարեզից։ Միշտ փորձեք զարգանալ, միշտ փորձեք ավելին անել, սովորել մեկ ավել ունակություն, չգիտեմ, թմբուկների վրա հարվածել, գիտար նվագել, դերասանի վարպետություն զարգացնել, այն ինչը դուք անում եք ֆանտաստիկ գեղեցիկ։ Շնորհակալություն ելույթի համար։ Շնորհակալություն այս խոսքերի համար եւ Գրիշա Աղախանյան, խնդրեմ։ Ինչ լավ, որ ինձ հրավիրել եք։ Ու հատկապես ռետրո այս փուլին։ Շատ հաճելի է։ Ինչքան որ ես եմ հասցրել երկու աստղը նայել, հետևել, ինձ թվում է Ժան ու Բրյունետը ամենայն համապատասխանող զույգն է, իրար զգում են, շշմելու են զգում, ինձ թվում է այդ երկար տարիների համատեղ աշխատանքի փորձն է, նաև հետո իրանք էլ են շատ շշմելու, Բրյունետը ինձ համար շշմելու արտիստ է, էլի ծափարենք Բրյունետին, որտեղ Շնորհակալ եմ շատ։ Այդ ապշելու բանն է, Ժան ջան, դու էլ մի խոսքով շատ լավ է, ես վայելում եմ հավեսով։ Ու սկիզբը շատ լավն է։ Ապրեք։ Շնորհակալություն այս գեղեցիկ մեկնաբանությունների համար, ինձ մնում է ձեզ ուղեկցել կանաչ սենյակ։ Ծափարություններ Ժանին եւ Բրյունետին։ Դե ինչ կանաչ սենյակում, այսօր ռետրոացած կանաչ սենյակում ես միայնակ եմ, բայց բարձր ծափարություններով դիմավորում եմ առաջին զույգին, եւս մեկ անգամ բարի երեկո, խնդրում եմ մի հատ որպես առաջին զույգ գնահատեք ավելի ռետրո դարձած կանաչ սենյակը։ Սիրեցի ես սենյակը, չէ՞։ Հավեսա, չէ՞։ Այս բոլորը մեր տան հեռուստացույցներն են։ Մի քիչ ուրիշ ժամանակաշրջանում եմ ես ապրում, ոնց է տպավորությունները։ Շատ լավ էր։ Ինձ թվում է ոնց ենք երգել։ Ինձ թվում է լավ ենք երգել, կդիտենք իհարկե, ավելի նորմալ, հետո կասենք, բայց իմ կարծիքով ես վայելել եմ ելույթը։ Դուք երիտասարդ եք շատ ու այս ամեն ինչը բոլորս համար իհարկե ռետրո է, այ 50-ականներից մինչև մեր օրեր ապրելու հնարավորություն ունենալ։ Որ ժամանակաշրջանում կընտրեիք ապրելը։ Ես ամենա 50։ Ամենա 50-ը հետի 40-ն է։ Ամենա 50։ Հենց 50 թվա, այն ամենա հինը։ Ես 70-ականներում երևի։ Կա ինչ-որ հստակ պատճառ, օրինակ, ինչի համար, հագուստը, երաժշտությունը, ինչի համար։ Մայրիկիս նկարները որ տեսնում եմ։ Շատ սիրուն էր հագնվում այդ ժամանակ։ Դու նկարներն ես տեսել։ Չէ, ես ուզում էի ավտոմեքենաների փոխարեն ձիեր լինեն, այդ դարաշրջանն այն։ Հիմա զիքշի։ Մենակ այդ դրա համար չարժի ասես 50-ականները, անկեղծ եմ ասում։ Եկեք հասկանանք ժյուրին ինչպես է գնահատում առաջին ելույթը։ Արամ։ Շնորհակալություն Գրիգ, դե ինչ ժամանակն է իմանալ մեր մասնակիցներին ինչ գնահատականներ կնվիրեն մեր ժյուրի անդամները։ Գարիկ, քո գնահատականը առաջինը դու ես ասում։ Ես գնահատում եմ 10։ 10։
Հրաշք Քեչիշյան 10 Լուիզա Ներսիսյան 10 Ինչ լավ 10 Գրիշա Աղախանյան 10 4-10 ընդունեք Ժան արագ 4-10 ինչ արեց Ինչ արեց արագ 4-10 40 բայց 50 չարեց Դու 50-ականներ էիր ուզում տեղափոխվել ու շատ կարճ Բրունետ առաջին անգամ երբ որ մտնում ես ինչ որ հյուրանոց քանի որ երկում եք հյուրանոցի մասին ինչն ես առաջինը նայում ինչը պետք է լավ լինի Առաջին բանը ինտերիերը դու Ինտերիերը Այդ նայում ա Բրունետը Էքստերիերը Կոմար կարևորը դուրսը լավ լինի ներսը այդ կալ կարճ Դա ինչ եւս մեկ անգամ ծափարում եմ ես ձեզ այստեղ ու կանաչ սենյակից ծափարություններով բեմը տրամադրում ենք մեր հաջորդ երկու աստղին բեմում են Սիմոնը եւ Սոնա Էսայանը Բարև ձեզ մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, նորից մենք ենք Բարև ձեզ Սոնա ջան, մեր հեռուստադիտողներին պատմի ոնց անցավ ժողովրդական ելույթը մեր Այնքան ուրախ էր ու շատ ուրախ եմ, որ այն ուրախությունը տոնը, որը բեմում կատարվում էր, փոխանցվեց ժյուրիին, իսկ հետո արդեն հանդիսատեսին Մենք այնքան ոգևորված էինք, մեր մեջ այսենց այդ հայեցի ոգին էր մտել, սենց մենք ահա որ ոգևորված բեմի վրա սենց գոռում էինք ջանա, հեյ ջան, շատ սենց էմոցիոնալ ա եղել ամեն ինչ, պլանավորած չէր, շատ հավես էր, ես կարծում եմ Դե դա փաստում որ վայելել ենք Այո, մեր ազգայինը ներկայացնելը ուրիշ է միանշանակ Հաջորդը ռետրոն է, պատրաստվել ենք շատ լավ Երգելու ենք Մակարենա և Everybody Dance Now, փորձել ենք այդպես միքս անել Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր հեռուստադիտողներին դուր գանք, որպեսզի լինի շատ վառ, գեղեցիկ, գունավոր, այս համարը լինելու է այդպիսին Հա, լինելու է շատ բարային, շատ գունավոր, բեմում լիքը մարդ եք տեսնելու, բեմում տեսնելու եք ինտրիգա Ինչ-որ հարցականներ, որոնք որ ամենավերջում լուծվելու են Darla tu cuerpo alegría Macarena, hey Macarena, aha Այսօր երեկոյան առաջին ալիքի ուղիղ եթերում երկու աստղ նախագծի ընթացքում Սիմոն եւ Սոնա ելույթի ժամանակ տեղի ունեցել արտակարգ դեպք 4 դիմակավորված անձ ներխուժելով տաղավար գողացել են ժյուրիի բոլոր ցածր գնահատականները թողնելով միայն 10-երը իսկ թե ինչպես է դեպքը տեղի ունեցել դիտեք մեր եթերում Carla tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a dar una alegría cosa buena. Carla tu cuerpo alegría Macarena, Macarena, Carla tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a dar una alegría cosa buena. Carla tu cuerpo alegría Macarena, Macarena. When I dance they call me Macarena, and the boys they say estoy buena. They all want me, they can't have me, so they all come and dance beside me. Move with me, chill with me, and if you're good I take you on with me. Carla tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a dar alegría cosa buena. Carla tu cuerpo alegría Macarena, Macarena. Carla tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a dar alegría cosa buena. Carla tu cuerpo alegría Macarena, Macarena. Now don't you worry about my boyfriend, the boy whose name is Vittorino. I don't want him, can't stand him, he wasn't a good sort. Okay, come on, what was I supposed to do? He was out of the town, his two friends were so fine. Carla tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a dar alegría cosa buena. Carla tu cuerpo alegría Macarena, Macarena. Everybody dance now. Give me the music. Give me the music.
vibe with the dope rap. Jump to the rhythm, jump to the rhythm, jump up to the dance floor. So you want up, hands in the air, come on, say yeah. Everybody over here, everybody over here. The crowd is live and pursue this groove. Party people in the house, move. What's your mind? Groove. Light. Come on, let's dance, baby. Let the music take control. Let the rhythm move you. Sweat, sweat. Let the music take control. Let the rhythm move you. Everybody dance now. Jump, 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 jump. Jump, 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 jump. Music is my life. Everybody dance now. Everybody dance now. Everybody dance now. Yeah, everybody. Come on, let's dance, baby. Let the music take control. Let the rhythm move you. Swear, swear. Let the music take control. Let the rhythm move you. Այո։ Շատ լավն էր։ Զոնա եւ Սիմոն։ Շնորհակալություն։ Ես էլ ասում եմ դուրս եկած մասնակիցները ինչ են անում, կողոպուտ են պատասխանում։ Մենք հետ էինք վերել իրանց։ Հիմա ես որ խոսում կարող է տունը Ռաֆոն թալանում ո մեր։ Ժողովուրդ, ֆանտաստիկ ելույթ էր ուղղակի, 90-ականները հետ բերեցիք սենց ամբողջ իրա այս շարժումներով։ Լսենք կարծիքներ։ Գրիշա Աղախանյան, խնդրեմ։ Վայ, շշմելու։ Ես գնացի 90-ական, այդ շարժումները որ ցույց ես տալ իմ ժամանակ, այո, այդ ամենա ճանաչված եւ սիրված շարժումներն են։ MC Hammer-ի բանը այդ ժամանակն է։ Սոնային ես մինչև նկարանում ասեցի, որ դեմ որ դու լավ բարու ես, այդ գիտենք, բայց որ նաեւ շատ լավ երգում ես, շշմելու է, Սոն ջան, ապրես, շատ դիլա։ Դե Սիմոնը ժորդ, համ լավ ձայն, համ այդ դերասանական այդ ամեն ինչը, այդ խարիզման, հմայքը, չգիտեմ, շշմելու բանը, հա։ Ինձ թվում է, որ Սիմոնը ունի բոլոր այն հատկանիշները, որ ցանկալի է, իսկ իմ համար պարտադիր է, որ ունենա այն մարդը, որը գտնվում է բեմում։ Սիմոնն էլ ծափարենք, բրավո։ Շնորհակալություն։ Շշմելու մեծ հաճույք ստացանք, հատկապես որ վերջում տեսանք, որ այն մասնակիցներ են, չէ, ովքեր եղել են այս նախագծում, հիմա ցավոք չկան, բայց մի խոսքով շոու վայելեցինք, շոու էր միանշանակ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հրաշք Քեշիշյան, խնդրեմ։ Շնորհակալություն շատ լավ տրամադրության, էներգիայի, հումորի համար եւ միանշանակ ես մի անգամից sense Առաջ են գնելով անկախ ամեն ինչից, այսինքն ուզում եմ վստահեցնել, ուզում եմ որ հավատաք, որ չեք պարտադրում 10-ը, այլ դուք իսկապես վաստակում եք 10-ը ձեր գեղեցիկ ելույթով, ձեր դրական էներգիայով ու շատ գեղեցիկ աշխատանքով, որովհետև ողջ ընթացքը, այս մրցույթի ողջ ընթացքը հենց աշխատասիրության ու տաղանդի մասին է, ապրեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Գարիկ Պապոյան։ Ուզում եմ ասեմ, որ մտահղացումը սկզբից մինչև վերջ լիարժեք էր ու շատ լավն էր։ Այնքան լավն էր, որ երբ որ վերջացավ,
ու մենք չենք տեսել մասնակիցների դեռ դեմքերը բաց, այդքանը արդեն հերիք էր, չէի սպասում, որ դրանից հետո ինչ որ մի հատ էլ անակնկալ կա, եւ որ դեմքերը բացեցին, բարձվեց այն մասնակիցներն են, ովքեր տես դուրս են մնացել, մի քիչ էլ կարող մեր մեղքը կա դրա մեջ որ դուրս են մնացել, ու իրանք եկան ձեր միջոցով մուրը հանեցին, բան էդի եկան սենց շատ իսկապես լավն էր, ու շատ լավ խաղացած էր ու այդ ընթացքում ձեր կատարումը, ձեր պարը համարը այնքան լավն էր, ասենք Սոնա ջան, շատ սիրուն ես, իսկապես շատ ասազև ես, Սիմոնին չեմ կարողանում ասել սիրուն ես, բայց դե զուտ ես կերպ, բայց միակ մարդն է, որ ես շալվարը սազում է, ես ուրիշ մարդ կյանքում չեմ տեսել, որ սազի, բայց շատ էներգետիկ կար, այսօրվա թեմային շատ համահունչ եք, ինձ թվում է տարբեր պլաններով եւ տարբեր նյուանսներով շատ հագեցել եք այս համարը, սկսած են նույնիսկ նկարներից, որ եթե ուշադիր լինեինք մի բան, նաեւ նկարներն էին զարմանալի հետաքրքիր ձեզնի, այնքան բան կար, այնքան աշխատանք կար, որ հուսամ ամեն ինչը նկատել եմ, բայց նաեւ կարծում եմ, որ դեռ էլի բաներ կա, որ չենք նկատել, այդքան շատ էր ինֆորմացիան ու հետաքրքիր։ Շնորհավորում եմ, շատ ուժեղ ելույթ էր, ապրեք։ Շնորհակալություն եւ խնդրեմ Լուիզա։ Ես այս ամենի կողքին կարող եմ ավելացնել, որ կարծես թե տպավորությունն է, որ դուք մտել եք մեր գլխի մեջ, ժյուրիի։ Այսինքն այն գիշերային մղձավանջները, այն եթերից հետո ինչա մեզ հետ լինում, այն բարձր տրամադրությունը, այն երաժշտությունը, որ հնչում է մեր ուղեղում, բայց դրա հետ մեկտեղ կա նաեւ այն մարդիկ, ովքեր դուրս են մնացել եւ գալիս են այն մղձավանջին ման գիշերներ ու հանգիստ չեն թողնում։ Գիշերը գալիս են հյուր։ Այո, գալիս են նրանք բոլորը, դուք չեք պատկերացնի, ինչ տանջալի է։ Երկու աստղի շրջանակներում լույսը միացրած եմ քնում, սպասում եմ երբ ավարտվելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կուզեի մի բան ավելացնել, շատ այս բանն էր, հնարքն էր շատ հետաքրքիր, որ բոլորի զրկեցիք գնահատականներից եւ թողեցիք միայն 10-երը։ Ուզում սիրով ասել, որ ես միշտ 5-ը տնից հետս բերում եմ։ Սենց դեպքերի համար միշտ ծոցագրպանում ունեմ 5։ Այո։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե ինչ ծափարում ենք եւ ճանապարհում ենք նրանց կանաչ սենյակ Գրիգի մոտ։ Բարի ճանապարհ։ Շնորհակալություն։ Օ, ծափարություններով դիմավորում ենք Սոնային ու Սիմոնին։ Ես անկեղծ ես Գարիկի ասածը հասկանում եմ Սիմոնի հետ կապված, որովհետև ես էլ ցանկացած ուրիշ մարդու հագուստ որ ակնոյեմ, համար շատ իմ վրա շատ խնդալու է լինում ու անգամ նորմալ հագուստը Սոնան կհաստատի։ Ինչի՞ց է, հա բայց ինչի՞ց է, դու կարող պետք է վստահ հագնել ուղակի Սիմոն։ Հա, կա տենց բան։ Սոն փաստորեն երբ որ մենք տանը իրար հետ կողոպուտների մասին ֆիլմեր ենք դիտում, դու ոչ թե դիտում ես, այլ սովորում ես։ Բավականին շատ բան եմ սովորել։ Չտեսար փեմում ինչեր էր կատարվում։ Շատ բարձր, այսինքն կարելի ասել, որ դուք նաև այսօր բարձրաձայնեցիք դուրս մնացած մասնակիցների sense ընդհանուր ձայնը, այո, կարելի ասել։ Այո, կարելի ասել, այո։ Ու ստացվեց։ Ստացվեց, ժուրին մի պատ անգամ sense մտածեց մարդկանց տեսավ ասես, վայ, բա որ հիմա նախագծում լինեին, ինչ լավ կլիներ։ Այս երգը երբ եք լսել առաջին անգամ։ Ես շատ փոքր ժամանակ, երկու երգն էլ փոքր ժամանակ։ Մակարենան ապարել եք փոքր ժամանակ։ Չէ, չեմ ապարել, բայց շատ շուտ լսել եմ։ Բայց չեմ ապարել այս ապարը։ Չէ, բայց ոնց ես լսում ես ու չէիր ապարել։ Լսում էի, դզում էր, պրոստը պես չէի ապարել։ Ես ապարել եմ, բայց մոռացել էի։ Հետո վերհիշեցի։ Ահա։ Ու երևի արդեն մեծ եմ, չեմ մոռանում։ Շատ լավ։ Տեսնենք ժյուրին, արդյոք մոռացել է այս հրաշալի ելույթը թե ոչ, Արամ։ Շնորհակալություն Գրիգ, անցնում ենք գնահատականներին։ Չենք ձգում, Գարիկ Պապոյան։ Դե ասա ոյ։ 10։ Հրաշք Քեշիշյան։ 10։ Լուիզա Ներսիսյան։ Հռոմեական 10։ Գրիշ Աղախանյան 10, 4 10, այսօր 10-երի օր է մեզ մոտ։ Ինչ տպավորություններ ունեք ելույթից։ Ելույթից հրաշալի, շատ թույն գժական ելույթ էր, շատ հավես էր, էներգիայով լի, միտքը շատ լավն էր։ Վայելել եք բեմում, այսինքն վայելել եմ, այո։ Ինչ խորհուրդ ունեք հեռուստադիտողներին այս ձեր
ամեն ինչից հետո։ Ես հերոստատիտողին մի շատ կարևոր խորհուրդ եմ ուզում տալ, ուզում եմ ուշադիր լինեն, որպեսզի հանկարծ իրենց էլ չկողոպտեն։ Շատ լավ խորհուրդ էր, շնորհակալություն։ Այդքան վստահ մի եղի Գրիգ ջան։ Ես ժամացույց ես։ Հա, կապի հետ։ Վտանգավոր զույգ է, այս արդեն ինչ որ ընտանեկան խոսակցություն է դառնում, իսկ ես մինչև այդ խոսակցությունն անեմ, ծափարությունների ներքո ուզում եմ բեմը տրամադրեմ Արմուշին եւ Մաշային։ Ես մենք դառնանք վաստակավոր ծապտվող։ Ամեն անգամ մենք բնականաբար տալիս այդ էմոցիաները, այդ էներգիան եւ ինչպես նաեւ ժողովրդական երգի օրվան, բայց այդ ալիքը արձագանքների ու լավ արձագանքների, որ եկավ հենց այդ եթերից հետո, շատ հաճելիորեն անսպասելի էր։ Ես ճիշտն ասած ուզում եմ քեզանից շնորհակալություն հայտնեմ երգի ընտրության համար։ Ես ընդհանրապես ծանոթ չէի այս երգին ու քո շնորհիվ ծանոթացա այս երգի հետ, այս կատարման հետ ու այս մոտեցման հետ։ Անցնելով առաջ գալիս ենք ռետրոն։ Շատ կտրուկ փոփոխություն։ Շատ կտրուկ փոփոխություն։ Երգում ենք Simply the Best երգը։ Այդ երգը իրականում sense էներգիա է տալիս, որովհետև կատարողը հենց հեղինակը Tina Turner-ն է, ով իրականում բավականին մեծ ավանդ է թողել երգարվեստում։ Իհարկե ես շատ գոհ եմ մեր վերջնական ընտրությունից, բայց ասեմ, որ դա չի եղել մեր առաջին ընտրությունը, քանի որ մենք շատ տատանվել ենք տարբեր բազմաթիվ երգերի միջև։ Այդքանը մնացածը նայեք ձեր աչքերով տեսեք։ Bye-bye. Speak the language of life like you know what it means. It can't be wrong. Take my heart and make me strong, baby. You're simply the best. Better than all the rest. Better than anyone. Anyone I ever met. I'm stuck on your heart. I hang on every word you say. Tears apart. Maybe I would rather be dead. In your heart, I see the stars of every night and every day. In your eyes, I get lost, I get washed away. Just as long as I'm here in your arms, I could be in no better place. You're simply the best. Better than all the rest. Better than anyone.
Մաշա եւ Ստեփան Փարթամյան ընկերներ։ Ձեր կարծիքը։ Մենք շուտով կիմանանք նրանց կարծիքը մինչև այդ։ Ես ամեն ինչ հասկացա բացի այս մեկից։ Դե իրականում խփում էի։ Ու դու վստահում էիր, Մաշա։ Բա իհարկե։ Ինչ կարող եմ անել այսքանից հետո։ Բայց այդ ակնոցներով երևում էր ուր էիր հարվածում։ Այս ակնոցները թափանցիկ ա ցույց տալին։ Ինքը աչքերը փակ էր խփում, անգամ ասեմ։ Այդքան մաքսիմալ վստահում իրար։ Ես ուզում եմ լսել կարծիքներ, վստահ եմ հետաքրքիր կարծիքներ հնչելու, սկսենք ումից։ Գարի, խնդրեմ։ Շքեղ շոու էր բնականաբար, քանի ժանր կար մի շոուի մեջ եւ երգի առումով կար լրջագույն երգեցողություն եւ հումորի առումով շատ ծիծաղալու էր մենակ Արմուշի կերպարը այնքան ծիծաղալու էր որ Արմուշը դուրս եկավ այս գիծը sense պատտվել էի բոլորը sense հրհրում էին էլի տենց երգը որ վերցնես այդ երգը լսելուց երբեք չենք ծիծաղել համար այսօր մեր համար simply the best հետո վտանգ կար, Մաշային դանակը հարում են, բայց մենք եմ որ սենց շատ տարբեր զգացմունքներ մի երգի մեջ կարողացել էիք համ խառնել, համ այդքանը փոխանցել, գժական էր, իսկապես շատ լավն էր, ապրեք, մերսի շատ։ Շնորհակալություն։ Հրաչ Քեշիշյան, խնդրեմ։ Ես ուզում եմ ասել, որ ողջ նախագծի ընթացքում Արմուշ քո կերպարանափոխվելու այդ ունակությունը եւ նաեւ ենթադրում եմ որ ուզում էիր փորձել, հա? Արդյոք ստացվելու է այդ կերպարանափոխությունները անել։ Այս շատ հետաքրքիր փորձ է ու շատ հետաքրքիր է անցել այդ ճանապարհը ու շատ սիրուն է ամեն անգամ մի անգամ ավելի լավ, մի անգամ ավելի վատ, բայց միշտ հետաքրքիր ու այսօր երևի լավագույն արտաքին կերպարանափոխումներ քեզ համար ու շատ իսկապես եւ ծիծաղելի էր եւ հետաքրքիր էր եւ լարված էր եւ այդ իլյուզիան կարողացաք ստեղծել ես վստահ եմ որ հանդիսատեսը կգնահատի նաեւ այդ հումորը այդ հեգնանքը այդ փոքր խաղը որ եւ հերոստատիտողի եւ հանդիսատեսի եւ մեզ հետ դու կարեցիք ընդհանրապես մի քանի րոպեների ընթացքում շնորհակալություն Մաշ քեզ սիրում եմ միշտ բոլորս փոխադարձ շնորհակալ եմ շատ Լուիզա Ներսիսյան Ինձ թվում է այս համարը Արմուշի մտահղացումն է եղել ինքը որ բոլորս ասում ենք որ Մաշան հզոր ձայն ունի քնից արթնացնես միանգամից կերքի հիմա փորձության է ենթարկել ասել որ մահափորձ կատարեն քեզ վրա կարող ես շարունակել երգել առանց դադարի ու այս ամբողջ համարի ընթացքում Մաշայի գլխին ինչ փորձություն ասես խաղաց բայց Մաշան չդադարեց իր հզոր ձայնը ցուցադրել եւ մինչեւ վերջ պահեց շնորհավորում եմ ձեզ հրաշալի էր եւ վիզուալ առումով եւ իհարկե ձայնային տվյալներով մի խոսքով ստացված համար Շնորհակալություն Գրիշա Աղախանյան Գիտեք, սկսեն դրանից ինչի մասին իդեպ Արամ ջան դու գրիգս ասեցիք ծրագրի սկզբում, որ այն հիտերը, հա, որ գրվել են 30-40, չգիտեմ, 50 տարի առաջ, իրանք մնայուն են, այ սերունդները փոխվում են, իսկ իրանք շարունակում են ապրել, ու իսկապես ինձ թվում որ այն ժամանակ ավելի լավ ճաշակով երգեր են գրվում։ Մաշայի ձայնի մասին դե այստեղ ծափավ տեղ ավելորդ են խոսքեր, որտեղ Մաշան շշմելու ձայն ունի, ծափար ենք Մաշային, ինքարժանի է, միշտ իսկապես։ Իսկ Արմուշին գիտեք, Արմուշին շատ լավ, բավականին լավ իմանալով, ինձ թվում է, որ իր դերասանական ու էլ չեմ ասում, երգեցողական տաղանդը էլ ավելի բացահայտվեց երկու աստղում։ Էլ չեմ ասում աճպարարական ես հնարքները։ Բրավո, շշմելու համար էր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ծափարում ենք։ Շնորհակալություն շատ։ Հանդիպենք, հուսով եմ, գնացինք։ Ֆոկուսով։ Շնորհակալություն։ Կանացենյակում ծափարությունները քիչ են, որովհետև ես միայնակ եմ, բայց չեմ կարող ամբողջ դահլիճի ծափարությունները միայնակ անել։ Մեծ սրտով ու նաև հեռուստադիտողների ծափարությունները գումարելով։ Այո, շնորհակալություն։ Արվոր։
89 թվին է դուրս եկել այս երգը, թվական երբ Արմուշ դու բավականին արդեն հազուն պատանի էիր։ Ես այդ ժամանակ 12 տարեկան էի։ 12 տարեկան։ Իսկ ես երգը հիշում ես պատանեկության տարիներին։ Միանշանակ։ Եվ ինչ պայմաններում էիր լսում այս երգը։ Ինչով էիր լսում։ Նախ մագնիտոֆոնով այն ժամանակ կասետներով, որտեվ կլիպը տեսալովակներ նայելու տենց այն ժամանակները մի քիչ պետք է լավ հարուստ լիներ, որ տեսներ, վիդեո ունենայր, կամ միամիտ ինչ որ հերոստալիքով, ասենք, հանդիպեր որ տեսներ, ինչ որ երաժշտական ծրագրով։ Բայց միշտ լսել ենք։ Մաշան, քեզ չեմ տալիս այս հարցը, որովհետև դու ուղղակի ծնված չես եղել այդ ժամանակ, քեզ կտամ այլ հարց։ Ով է քո ռետրո կուրքը։ Ինձ թվում է ես գիտեմ, Whitney Houston-ն է։ Ինձ թվաց ասում ես ես։ Ռետրոներից Արմուշը դե։ Իհարկե, չգիտեմ ինչի ռետրո ասելով մեր մոտ մի քիչ ավելի ուրիշ տպավորություն է ստեղծվում, ինչպես նշեց Գարիկը, ավելի լուսավոր, ավելի բոնիեմոտ տրամադրություն, բայց ես ռետրո ասելով նաև պատկերացնում հենց Թինային, հենց պատկերացնում եմ Ray Charles-ին, հենց պատկերացնում եմ Stevie Wonder, Michael Jackson, Whitney, անգամ 2000-ականները արդեն ռետրո կարելի է համարել։ Մի քիչ համոտեցա 2000-ականներին, բայց ռետրո կարելի է համարել 20 Իհարկե 25 թվական այդ պատճառով կարելի է ռետրո համարել։ Ինչ ես ասում, 25 Մինչև մենք մի հատ իրար խոսանք ես մեր ռետրո ներքին հարաբերություններից, հասկանանք թե ժյուրին ինչպես է գնահատել այսօրվա Արմուշի եւ Մաշայի ելույթը, խոսքը Արամինն է։ Շնորհակալություն մենք ասում ենք գնահատականներին, կրկին սկսում ենք Գարիկից, Գարիկ խնդրեմ։ Ես իրով գնահատում եմ 10։ Շնորհակալություն։ Հրաչ Քեշիշյան։ Մեծ սիրով 10։ Լուիզա թույլ տուր գուշակել։ Ոպ 10։ 10։ Ինչ հետաքրքիր 10։ Արմուշենց է աճպարական բաներից է։ Ապա։ Գրիշ Աղախանյան։ Ինձ թվում է ավելորդ է այդ հարցը տալ։ Որտեղ էլի 10։ 10, շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Մենք բոլորս հասկացանք, որ հրաշալի ելույթ էր, բոլորս հասկացանք, որ դուք ստացաք 40 միավոր եւ միայն մի բան չհասկացանք, Լուիզան ինչպես այսյանելով 10 ստացավ, բայց երևի հետո կմանրամասնի, կամ դու գուցե վարպետ աճպար։ Դե վերևից զոր թաքցնում ես ներքևից աճում է։ Չէ, ժամոզեցի Արմուշ, ժամանակին հիշում եք ինչքան երկար ենք սպասում մինչև հայտարարենք երեկոյի վերջին երգը։ Իսկ հիմա քանի որ արդեն կիսաեզրափակիչն է, այսպես շունչ էլ չես քաշում եւ գալիս է վերջին։ Լուրջ կիսաեզրափակիչ մենք հիմա։ Հիմա կպատրաստվի։ Դե ինչ, այսօրվա մրցութային վերջին երգը Բեմարթակը երկու Արսեններինն է, մեկը Ասոն, մյուսը Արսեն ջին, մեր ծափարությունները կանաչ սենյակից։ Ինչ եմ ուզում ասել, ուրեմն այս երիտասարդ տղան, որ իմ կողքը նստած է, կամ իրար կողք նստած ենք, կամ էլ ես եմ իրար կողքը, չգիտեմ։ Ապացուցեց եւ ես սենց տենես վստահ էի, որ Արսենը տաղանդավոր տղա է, բայց որ Արսենը կարողանում է նաեւ ժողովրդական երգեր կատարել, դա չգիտեի։ Ես փաստորեն Արսենը նախորդ հաղորդման ժամանակ ապացուցեց, որ համ ինքը լավ կերպար էր, հին առնական տղամարդու եւ այդ ամբողջ առնական տղամարդու կերպարի մեջ ինքը շատ ջերմ սիրող տղա էր, հիացած եմ քեզանով ուղղակի։ Շնորհակալ եմ Արսեն ջան, մերսի, տենց խոսք կա, չէ՞, ասում մեր հետ քայլի փայլի, հիմա ես ում հետ որ այս ճանապարհը անցնում եմ։ Հեսա ձմեռը եկավ, քերնեք կսղան կպսպղան։ Կսղան կպսպղան։ Հաջորդը, որը ռետրոն է։ Ես փոքր ժամանակվանից մեծացել եմ Ջեյմս Բրաուն լսելով։ Ես էլ Պավարոցի լսելով։ Այո, Արսենն էլ Պավարոցի լսելով ու մենք ընտրել ենք This is a Man's World, միացրեցինք Ջեյմս Բրաուն Պավարոցի This is a Man's World-ը։ Մենք ամբողջ ընթացքից հաճույք ենք ստացել ու գերագույն հաճույքով սպասում ենք մեր այս կիսաեզրափակիչի կատարմանը ու ելույթին։ Դրանից հետո արդեն ոնց կգնա, մենք լավ ենք։ Մենք արդեն լավ ենք, ասենց ասեմ։ It's okay, my brother. It's okay. Gracias. Arsen G, my brother. Artist. Good artist.
be nothing, nothing, nothing without a woman or a girl. You see, man made the cars to take us over the road. Man made the trains to carry heavy load. Man made the electric lights to take us out of the dark. And man made the boat for the water. Like my Bible say, Noah made the ark. This is a man's world, but it would be nothing, nothing without a woman or a girl. L'uomo corre il potere ma lui non sa che il grande limite ad essere come si para. Nel palmo stringe un'idea che non vive nella più sensata idea. Si accorge che poi non ha più sensate, si vive solo per sé. Man thinks about little bitty baby girls and a baby boy. Because man make them toys. And after man made everything he can, man made pesos, liras, drums, dollars to buy for every good woman and a man. This is a man's world. Nulla più si vive solo per sé, solo per sé. He's lost in a wilderness. He's lost. Se non si accorge che poi non ha più sensate, si vive solo per sé, solo per sé, solo per sé. This is a man's Ջեյմս եւ Լուչիանո Գրիգորյաններ ձեզ համար։ Հիանալի կատարում, գեղեցիկ ավարտ այսօրվա մրցույթային երեկոյի, շնորհակալություն ձեզ այս վառ էմոցիաների համար։ Լսենք մեր ժյուրին։ Խնդրեմ, Գարիկ, սկսենք ձեզանից։ Այս խորը փիլիսոփայական ելույթ էր իսկապես, ինքը բացի երգից շատ հետաքրքիր գիծ ուներ այն առումով, որ բոլորս էլ ուզենք թե չուզենք, իսկապես ունենք մեր լուսավոր ու մութ կողմերը, ու այդ հետաքրքիր բաժանումը այսօր կատարվում էր այս դուալիզմ կոչվածի, այս երգի մեջ դնել, որտեվ երգը ոնց որ դրա մասին չի, բայց այս երգի մեջ դնելը ինձ թվում է տենց յուրահատուկ հոտառություն է պահանջում ու վարպետություն է պահանջում, որ արել եք, արս շատ բարդ երգ էիր ընտրել, որի տակից դուրս եկար, իսկապես բրավո քեզ։
Երբ որ ասում եմ Ars միանգամից հասկանում են, որ Arsen G մասն է խոսքը, որ ասում եմ Arsen ջան, հարգանքը Գրիգորյան Արսենի, բնականաբար մյուս Գրիգորյան Արսենի, որ այս դեպքում սպիտակ հրեշտակի, սպիտակցի Արսենը ով գալիս էր համ երկեցողությամբ, համ իր կերպարով, սենց մաքրում էր մի պահ, ոնց որ այդ վիճակը, որ բեմի վրա ստեղծել էր, սևությունը ու պարողները, որ մի պահ սևանում է, մի պահ այնքան սենց յուրահատուկ հավես ու ուժեղ ելույթ էր, ես ուզում եմ ասել, որ ես չեմ պատկերացնում ինչ է կատարվելու եզրափակչում, որտեվ սենց մակարդակի այսքան ուժեղ զույգ էր, ես ոչ մի ուրիշ նախագծում չեմ հիշում, որ այսքան լինեն, այդ առումով դուք ձեր դերը կոնկրետ այս ասացից մեջ շատ մեծ է, դուք աննախադեպ, ուժեղ, յուրահատուկ, կրեատիվ, տաղանդավոր զույգ եք, բրավո ձեզ։ Շնորհակալություն։ Գրիշա Աղախանյան, խնդրեմ։ Մի օր Արսեն Ջին զանգարեց ինձ, ասեց բարև Գրիշա, ասի բարև։ Ով է? Ասեց Արսենն է Գրիգորյան։ Ասեցի որ մեկ, ասեց ամենատաղանդավոր։ Նա միշտ փայլել է համեստությամբ։ Իսկապես, տաղանդավոր դերասան, տաղանդավոր շոումեն, տաղանդավոր երգիչ։ Ծափարությունները քոնն, ամյուս համաձայն։ Իսկ ասոն դե որ ունի հիանալի ձայն, դրա մասին բոլորս գիտենք, բայց ես ուզում ուրիշ իրա ինձ համար ոչ պակաս կարևոր հատկանիշների մասին խոսել, բարի ջերմ, շատ համեստ անձնավորություն Արսեն, ու դա իդեպ բեմում միանգամից երևում այդ իրա ժպիտից, ասոյիս էլ ծափարենք, տաղանդավոր մարդ։ Մի բան էլ էլի հակիրճ ասեմ, գնացի չգիտեմ ինչու 80-ական թվականներ, երբ որ ես նոր էի սկսում առաջի քայլերը անել, այն ժամանակ սովետական միություններ, իսկ այն ժամանակ արգելքները եւ սահմանափակումները շատ էին, շատ դժվար էր լինել ազատ, անմիջական, այդ առումով ու ես շնորհակալ եմ, որ կա, հա, իսկ հիմա կա հնարավորություն, հա, անել այսպիսի բաներ, շատ զիլ է, շատ լավ է, մանավանդ երկու աստղա, այսպես տաղանդավոր մարդիկ ստեղծում են այսպիսի համարներ, որ բավականություն է ստան, շատ զիլ է, հալլա։ Շնորհակալություն։ Հրաշք Քեշիշյան, խնդրեմ։ Շնորհակալություն գեղեցիկ, իսկապես խորը փիլիսոփայական ելույթի համար եւ գիտեք այդ մութ եւ լուսավոր կողմերը մարդկության, տղամարդկանց, միգուցե իսկապես տղամարդկային աշխարհի դաշնության այդ մութ եւ լուսավոր կողմերը միշտ հետաքրքիր են, երբ բալանսի մեջ են։ Դուք այն զույգն եք, որ կարողանում եք գտնել բալանսը։ Ես իսկապես մաղթում եմ ձեզ հաղթանակ։ Շնորհակալություն, ինչպես ասվում էր համանուն երգում, սա տղամարդկանց աշխարհն է, բայց այն ոչինչ է առանց Լուիզայի կարծիքի։ Լուիզա, խնդրեմ։ Ես ուզում եմ ներխուժել տղամարդկանց աշխարհ իմ ուրույն կարծիքով եւ ասել, որ առանձնակի ջերմությամբ ու ոգևորությամբ եմ նայում ձեր տանդեմին։ Իսկապես դուք ինձ համար որ կայացած շատ հետաքրքիր զույգ եք, որը ունի երկար ճանապարհ անցնելու, ես կարծում եմ առանց նախագծի էլ դուք սկսած արտաքին այս փոփոխություններից, որ հիմա շատ համահունչ եք ու ես ուզում եմ մի քանի միջոցառումներից ձեզ տեսնել հենց այս կերպարով։ Արսեն Գրիգորյան ջան, ձեզ ուզում եմ ասել, խնդրում եմ հագեք սպիտակ ու այսպիսին եղեք, էլի այնքան ասազում։ Դե Արսենի մասին, Արսեն ջի մասին խոսք չկա, ինքը միշտ էլեգանտ, միշտ հետաքրքիր։ Կոնստանտին։ Այո։ Ինչ էի ուզում ասել, Այնքան քաղցր բան ես ասում, ինձ էլ մի բան ասա։ Մի րոպե, չէ, Արամ ջան, ուզում եմ ես Արսենից մի բան ասեմ, ուզում եմ ասեմ ձեր ընկերությունը նոր է սկսում է, երեխեք։ Շատ լավ։ Արամ, ես քեզ շատ եմ սիրում, դու տաղանդավոր հաղորդավար ես։ Լսեցիք։ Շնորհակալություն, ես սպասում եի այս մեկնաբանությանը։ Շնորհակալ եմ շատ։ Եվ առհասարակ փոխադարձ է սերը ժյուրիի հանդեպ, նախ շնորհակալ ենք բարեմաղթանքի համար եւ ուզում եմ մեր ժյուրիի անդամներին, Գարիկին, Հրաչին, Լուիզային եւ մեր բոլոր հյուր ժյուրիներին շնորհակալություն հայտնել, որ մենք հայտնվեցինք կիսաեզրափակիչում եւ այս ամբողջ ընթացքի համար։ Դուք ձեր գործը
իրականում հիանալի եք կատարել, վերցնելով այն ամբողջ բացասական սոցիալական տիրույթում, որ կարող էր լինել կապված ձեր մեկնաբանությունների հետ եւ իրենց սիրելի արտիստներին պաշտպանելիս։ Ուզում եմ ասել մեր հեռուստադիտողին, որ մենք հիանալի ընկերներ ենք ու այս ամեն ինչը եթերային կոռեկտության սահմաններում է տեղի ունենում։ Շնորհակալ եմ ձեզ։ Հրավերքի խոսք ասելու համար։ Դե դանակտուր նոր գնավ։ Շնորհակալություն, ծափարություններ Արսեններին ճանապարհում են կանաչ սենյակ, քիչ անց կհանդիպենք։ Եվս մեկ անգամ շնորհավոր հրաշալի ելույթի համար։ Ես ուզում եմ շեշտեմ, որ Ասոն կամած, ինչքան մոտենում է եզրափակչին, արդեն կարողանում է բեմում հագնել այնպիսի հագուստներ, որով կկարողանա տուն գնալ։ Նախագծի սկզբում անհնար էր Ասոն ելույթի հագուստով գնալ, այսպես արդեն նորմալ գնային քեզ։ Մի քիչ կզարմանան, բայց նորմալ կնային։ Գոհ եք ձեր ելույթից։ Ես կարծում եմ, որ այո, որովհետև Ասոյի նման արտիստի հետ բեմում լինելը տալիս է մի այլ վստահություն ու տարածություն լիարժեք ըմբոշխնելու կատարումը, սա երևի թե իմ ամենասպասված կատարումն էր ամբողջ նախագծի ընթացքում ու ես ուրախ եմ, որ դրա առիթը եկավ։ Ասոն էլ ասում եմ հայկական Ֆրենկ Սինատրան է միած։ Ոյ իհարկե, ես համաձայն եմ։ Իսկ համաձայն եք, որ սա տղամարդկանց աշխարհն է, թե ոչ։ Բայց արս դու մինչև մտածելը մի հատ խնդրեմ դու մենակ քո տեղը մի խոսա, հիշի որ Ասոն նաև ունի կին, երկու դուստր։ Դու կարաս ասես, հա, ու գնաս մի կողմ։ Արդեն Գրիգ ջան, այդ ասաց, որ մենակ տղամարդկանցը չի, էլի։ Արժան միայն տղամարդկանցը չի, այս աշխարհը կարծում եմ բոլորինն է, բոլոր ստեղծագործություններին է եւ բոլոր այն երևույթներին է, որոնց որ մենք հանդիպում ենք այս աշխարհում։ Այո։ Բարս հարց, բարդ պատասխան։ Լավ էր էլի, ասոին հարցեցինք, մարդը ասեց։ Համաձայն եմ։ Բայց առանց կնոջ իհարկե այն ոչինչ կլիներ։ Մեր տաղավարում նստած տղաները հաստատ ուզում են ժյուրիից բարձր գնահատականներ տեսնենք, արդյոք կլինի դա թե ոչ։ Արամ։ Շնորհակալություն Գրիգ, շնորհակալություն կանաչ սենյակ, գնահատականներ հնչում են, սկսում են Գարիկից, խնդրեմ։ Միանշանակ 10։ Հրաշք Քեշիշյան, այս եթերաշրջանի վերջին 10-ը։ Լուիզա Ներսիսյան ինչ արինելու հիմա։ Ինչ սպասենք։ Չէ, ուղղակի էլեգանտ 10։ Էլեգանտ 10։ Գրիշա Աղախանյան։ Յուգոսլավսկի 10։ Ահա, այսպիսի գնահատականներ։ Դե ինչ, 40 միավոր, այսօր բոլոր մասնակիցները ստացան 40 միավոր, փաստորեն ժյուրին հասկացավ, որ վերջում եզրափակչում ազդեցություն չի ունենալ, որոշեց, որպեսզի որ շատ լավով հիշեն իրենց, բայց Արսեն, մի պահ մոռացեք ընկերություն, ամեն ինչ, մի այսքան հիշելու եք, չէ՞ ցածր գնահատականները, խնդրում եմ։ Ես իմ կյանքում նենց բաներ եմ մոռացել, որոնք մինչև կյանքի, նենց ցածր գնահատականներ եմ մոռացել, որ հաստատ ժյուրի տված ցածր գնահատականները երբեք այսպես չեմ հիշի։ Ես կհիշեմ այն բոլոր լավ խոսքերը, որոնք ամբողջ եթերաշրջանի ընթացքում ժյուրին ասել է մեր հասցեին։ Քանի որ դուք վերջին զույգն եք մրցութային, ես առաջարկում եմ որպես քո խոսքերի շարունակություն, մենք էլ երեքով կանաչ սենյակից ծափարենք ժյուրին, որովհետև իրոք դժվար գործ է անում ժյուրին, ծափարությունները ժյուրիի անդամներին, դե ինչ բոլոր գնահատականները հնչեցին, ժամանակն է որպեսզի խոսքը տրամադրենք Արամին։ Ահա եւ վերջ, ավարտվեց մրցութային փուլը, սկսվում է ամենակարևոր հանդիսատեսի քվեարկության փուլը։ Ես ուղղակի ամփոփ եմ այսօրվա երեկոն, սա այս եթերաշրջանի միակ օրն էր, որ բոլոր զույգերը ստացան 10 միավոր, սա ռեկորդ էր, ծափահարություններ ժյուրին։ Իսկ հիմա արդեն պատասխանատու հերթը ձերն է, էլի հանդիսատես, այնպես որ սկսեք քվեարկել մեր մասնակիցների օգտին, որից հետո մենք կամփոփենք քվեարկությունը 50-50 հարաբերակցությամբ եւ կիմանանք, թե ով է մնում նախագծում, իսկ ով է շարունակում տանը արդեն հետևել երկու աստղը։ Քվեարկությունը սկսված է, գնացինք։
Եվ այսպես քվեարկությունն ավարտված է։ Այժմ իմ գործընկերներն ամփոփում են քվեարկության արդյունքները, իսկ մինչ նրանք զբաղված են այդ պատասխանատու գործով, ես ներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Տաղանդավոր երաժիշտներ, որոնք կատարելու են մի երգ, որը տարիներ առաջ դեռ ժամանակակից էր, իսկ այժմ դարձել է սիրված ռետրո եւ ունի իր ուրույն տեղը մեր բոլորիս հիշողություններով։ Եկեք բարձր ծափարություններով դիմավորենք Արսեն եւ Արթուր Սաֆարյաններ։ Որքան եմ ես լացել առանց քո սիրո ջահել կյանքն եմ իմ մաշել ես ուզում եմ որ քո աչքերին նայել եւ ուզում եմ որ միայն ինձ մոտ լինես ծափերով միասին Բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում, երեկոն անցավ, քո ճամփին եմ ես նայում Դու չգիտես ինչքան եմ տառապել առանց քո սիրո ջահել սիրտն եմ իմ մաշել անընդհատ սպասում եմ որ դու կգաս դուրը կբացես ունես կմտնես բայց դու չես գալիս Միայն քո մասին եմ լալիս Քեզ եմ կարոտել արի մոտս Սիրելիս, սիրելիս Ես կանչում եմ քեզ Ու անընդհատ սպասում Երեկոն անցավ Քո ճամփին եմ ես նայում Բայց դու չես գալիս Միայն քո մասին եմ լալիս Միասին Քեզ եմ կարոտել Ամբողջ սիրելիս Սիրելիս Ես կանչում եմ քեզ Ու անընդհատ սպասում Երեկոն անցավ Քո ճամփին եմ ես նայում Բայց դու չես գալիս Միայն քո մասին եմ Քեզ եմ կարոտել արի մոտս Սիրելիս, սիրելիս Ես կանչում եմ քեզ Ու անընդհատ սպասում Երեկոն անցավ Քո ճամփին եմ ես նայում Երեկոն անցավ Քո ճամփին եմ ես նայում Երեկոն անցավ Քո ճամփին եմ ես նայում Բայց դու չես գալիս Շշմելու ամենա Արթուր եւ Արսեն Սաֆարյաններ Շնորհակալություն այս հեքիաթը մեզ պարգևելու համար
Իսկ այժմ դիմավորեք մեր հաջորդ հյուրին, ով նաև այսօր ժյուրի անդամ է։ Բա մենք ոնց կարող էինք նրան լսելու, մեր շանսը բաց թողնել, քանի ստեղը պետք է օգտվենք շանսից։ Երգիչ, ով փոխեց մոտեցումը ռաբիս երաժշտության հանդեպ, եւ ում կատարումները դեռ շարունակում են հնչել տարբեր հարթակներով։ Եկեք բարձր ծափարություններով դիմավորենք Գրիշա Աղախանյան։ Okay, what's your problem, man? Sim harder no more. All right. Janin Hurbane. Ari ha, Ari ma. Zavatane. Everybody, but no. Champekin Bartmanusha. Nargis Sane. Ari ha, Ari ma. Zavatane. I never saw one. Champekin Bartmanusha. Nargis Sane. Okay. Տիկնեք և պարունեք Գրիշա Աղախանյան, միակ և անկրկնելի։ Խնդրենք Գրիշային, որպեսզի զբաղեցնի իր պատվավոր տեղը, մենք շարունակում ենք մեր երեկոն բարձր ծափահարություններով։ Դե ինչ, պարզ են ժյուրի հանդիսատեսի քվեարկության արդյունքները, որոնք 50-50 հարաբերակցությամբ որոշելու են, թե որ զույգն է լքելու նախագիծը։ Եկեք միանանք կանաչ սենյակ և Գրիգին խնդրենք, որպեսզի նա մասնակիցներին ճանապարհի դեպի բեմ։ Գրիգ!
Արամը ինձ բեմից ուղարկում է կանաչ սենյակ, ձեզ կանաչ սենյակից ուղարկում է բեմ, ինչ ուզում անում այստեղ եմ։ Անցած ճանապարհ ունի։ Լավ, բայց գիտեք ինչի համար է կանչում։ Գիտեք ինչի համար է կանչում։ Որպեսզի իր տաղանդավոր եւ գեղեցիկ ձայնով ասի թե ձեզանից որ զույգն է դուրս մնում նախագծից, բայց ես հո այդ ձև մարդ չեմ, ես ձեզ ծափարում եմ, ես ձեզ շնորհավորում եմ հրաշալի ելույթների համար, իմոնք ձեզ ծափերով ուղեկցում եմ դեպի բեմ, բարձր ծափարություններով, գնացեք թողասի, ես այս բանը չեմ անում, Արամն է։ Ինչպես արդեն նշեցի, ժյուրիի գնահատականները պարզ են նաև հանդիսատեսի գնահատականը եւ ըստ ժյուրիի գնահատականի առաջի տեղում են բոլորը։ Իսկ վերջին տեղում են կրկին բոլորը։ Այսինքն ոնց որ ասում են մնաց արդեն հանդիսատեսի ձեր որոշումը, որը լինելու է վճռական ինչ-որ մի զույգի համար։ Եվ այսպես, ովքեր են այն բախտավորները, որոնք այստեղից հենց մի անգամից ձեռքի բռնած գնալու են եզրափակիչ փուլ։ Մենք կիմանանք շատ շուտով, բայց մինչ այդ ես կխնդրեմ, որպեսզի ժյուրին ամփոփի այսօրվա երեկոն, սկսենք ամփոփում մեր հյուր ժյուրից, Գրիշ Աղախանյան, դուք առաջին անգամ եք եկել հյուր այսօր երկու աստղում, վայելեցիք, երգեցիք, ամփոփեք խնդրում եմ օրը, ինչ տպավորություն թողեց այն ձեզ վրա։ Շշմելու, շատ լավ էր, պոզիտիվ, շատ։ Ես հիմա այսպես մտածում, ասում ով պետք է լքի։ Ահա։ Արդեն մի սեզոնա տես մտածում ենք, ով պետք է լինի։ Շատ վատ է։ Շատ դժվար կլինի, շատ։ Ես կրկին ուզում շնորհակալություն հայտնեմ բոլորին, ովքեր կարողացան մեզ բոլորիս մատուցել այսպես լավ որակյալ շոու, որից ոչ միայն ես բոլորս վստահ եմ հեռուստաայտողներ մեծ բավականություն է ստանում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհակալություն նաեւ ձեզ, Գրիշա, շնորհակալություն։ Լուիզա, Ես ուզում եմ դիմել մասնակիցներին եւ ասել կանգ առ, ակնթարթ, դու չքնաղես։ Ուզում եմ միացնեք էմոցիոնալ հիշողությունը եւ այս պահը ինչ է կատարվում ձեր ներսում, հիշեք, որովհետեւ ձեզ այնքան է պետք գալու ամբողջ կյանքի ընթացքում։ Ես եւ Գարիկը անցել ենք այս էտապներով եւ միասին էինք մրցում։ Ու կապ չուներ հաղթանակը թե ոչ, բայց այդ էմոցիոնալ հիշողությունը այնքան է փրկում տարբեր իրավիճակներում, ուզում եմ որ պահպանեք ձեր մեջ այս լարվածությունը, որը ունեք հենց հիմա։ Չգիտեմ դա լավ է թե վատ, բայց պահպանեք այդ լարվածությունը։ Ինքը շատ սիրուն բան է։ Շնորհակալություն։ Հրաշք Քեշիշյան։ Ես կարծում եմ, որ եթերաշրջանի ամենաբարդ օրն է այսօր, ամենաբարդ երեկոն է, որովհետև ես չեմ պատկերացնում, թե ինչպես են դասավորվելու ձայները, ինչպես է հանդիսատեսը քվեարկել, միայն ուզում եմ այսպես հեռահար գրկել բոլորիդ ու մաղթել բոլորիդ հաջողություն։ Շնորհակալություն, Գարիկ, ամփոփեք վերջին մրցույթային օրը։ Մեր արչև բարիս բունիմաստով էսպայի հանրապետության ամենակննարկվող երաժշտական զույգերն են կանգնած ու այդ տիպի ուշադրությունը շատ դժվար է մարսել նույնիսկ կայացած մարդկանց համար ու բոլորը ձեզ համար արդեն ձևավորել եք հետևորդների այնպիսի ակտիվ բանակ, որ մենակ իրենց կարծիքների եւ իրենց կողմից հնչող խոսքերի մեջ ձեր օրը անցկացնելը արդեն բոլորիդ մոտ առանձին տպավորություն է ստեղծում, որ հենց դուք եք հաղթողը ու դուք դեպի այդ հաղթանակն էլ գնում եք։ Ու հանդիսատեսն ու հեռուստադիտողը այսքան ժամանակ, հիմնականում հեռուստադիտողը, որտեղ այս տեղի հանդիսատեսը մասնակցել է, բայց հեռուստադիտողը ձեզ լսելով մտովի ու ենթագիտակցաբար նաև ժյուրի աշխատանք է կատարել այսքան ժամանակ տանը, մտածելով թե ինչ գնահատական կտար, ինչպես կգնահատեր, ում կողքը կլիներ։ Ու հիմա դուք քանի որ արդեն ձևավորել եք ձեզ հետևող այդ տիպի լոյալ բանակ, ես ուրախ եմ, որ վերջապես եւ հեռուստադիտողի, որի մեջ գտնվում է նաև ձեզ հետևող բանակը, եւ իրենց կողմից բոլորի այդ հնարավորությունը լինելու է, որպեսզի իրանք լինեն ժյուրիի դերում եւ իրենք կարողանան գնահատականը տալ ձեզ իրենց քվեարկությունների միջոցով եւ
ինչքան ավել սիրտ, որ դուք կարողացել եք գրավել այս ընթացքում, ինչի նաև ընթացքում զգացվել է, որ իրոք այս 4 հոգին եւ այսքան հանդիսատեսը արդեն քիչ են ձեզ գնահատելու, այդ բանակն էլ պետքա որոշի, թե ով է ձեզնից հաղթողը։ Ամենակարևոր արդյունքը, որ դուք հասել եք այս բեմում, այդ այն մարդիկ են, ովքեր գտնվում են հեռուստաէկրաններից այն կողմ։ Ես ուրախ եմ, որ իրենք էլ որոշելու են, թե ով է լինելու հաղթողը։ Ու դա լինելու է մյուս շաբաթ, իսկ այսքանով մեր միսիան ավարտվում է, եկեք այս պայծ սկսած էլի լինենք ընկերներ։ Շնորհակալություն։ Աչքերս լցվեց նույնիսկ։ Այս տեքստից հետո շնորհակալություն Գարիկ, դե ինչ։ Սիրելի ընկերներ, եկավ ամենապատասխանատու պահը, այսօր ստանալու են 3 զույգ ուղետոմս դեպի եզրափակիչ փուլ, բարդ է լինելու, որովհետև ինչպես հասկացաք ժյուրին լավ ամառ դուրս եկավ։ Հիմա ես պետք է իմ վրա վերցնեմ այս ծանր պարտականությունը հանդիսատեսի որոշմամբ, ձեզանից մեկը այսօր պետք է լքի նախագիծը, բայց ինչպես կանոններն են մեզ հուշում, առաջինը ես պետք է ասեմ այն զույգի անունները, որոնք անցնում են էլ հաջորդ չէ, վերջնական, ֆինալ փուլ։ Եվ ով է այդ զույգը։ Եվ ով է այդ զույգը, որը այսօր գերեց մեր հանդիսատեսի սրտը, ժյուրի մասին չեմ խոսում, որտեվ նրանց գերել են բոլորը։ Ովքեր տվեցին մաքսիմալ գնահատականը, որպեսզի այդ զույգը անցնի հաջորդ փուլ։ Եվ այսպես, զույգը, որը ուրախ զվարթ հենց հիմա yes բղավելով անցնելու է եզրափակիչ փուլ, Արսեն ջի եւ Ասո։ Լուրջ ենք ասում։ Նախորդ շաբաթ վտանգավոր գոտում հայտնված Արսեն ջին եւ Ասոն այսօր անցնում են արդեն եզրափակիչ փուլ։ Այս սենց բաներ են տեղի ունենում երկու ասլի կիսաեզրափակիչ փուլում։ Նրանք շոկահարված են, դա հասկանալի է։ Մենք անցնում ենք առաջ։ Թերևս վերջին զույգը, որից հետո երկու զույգ արդեն կմնան եւ կսկսվի նյարդային պայքարը, եւս մեկ զույգ արդեն երկրորդ հորիզոնականում ըստ հանդիսատեսի քվեարկության արդյունքների, որը անցնում է դեպի Արսենենց։ Այդտենց ուրախ զվարթ, եւ այդ զույգի անուններն են Ժան եւ Բրուներ։ Շնորհավորում եմ, դուք եզրափակում եք, կհանդիպենք եզրափակում։ Եվ այսպես, մնաց երկու զույգ, Սոնա եւ Սիմոն, Մաշա եւ Արմուշ, Մաշա եւ Արմուշ, Սոնա եւ Սիմոն։ Նրանք մեզ հիացրել են ողջ եթերաշրջանի ընթացքում իրենց ֆանտաստիկ հիշվող համարներով, համարներ, որոնք մինչև հիմա աղջիկս տունը նայում ապարում է, հենց այսօր այդ վիդեոն ինձ ուղարկել են։ Բայց մի զույգին մենք պետք է ասենք ալի բավարարվենք կիսաեզրափակչով, իսկ մյուսին ասենք բարի գալուստ ֆինալ։ Եվ այսպես, ամենալարված պահը, այո, պուլսս բարձրացել է, որովհետև երկուսի համար շատ անհանգստանում եմ, և զույգը, որը անցնում է հաջորդ փուլ, և այսպես այն զույգը, որը անցնում է հաջորդ փուլ, ժողովուրդ չեք հավատա։ Մեզ հենց նոր է, ճիշտ ինձ կոնկրետ հուշում են հենց նոր, որ ձայները հավասար են բաշխվել, ուղղակի հավասար բաշխվել են երկուսին, հանդիսատեսի ձայները, ձեր ձայները հավասար բաշխվել են երկու զույգերի միջև։ Հիմա ինչ ենք անում այս դեպքում, մենք պետք է հարցնենք ժյուրիի նախագահին Հրաչին Քեշիշյան, պարոն Քեշիշյան, մեր երկու զույգերը հավաքել են հավասար ձայներ, ինչ ենք անում հիմա, երգում են իրար հետ չինգաչունգ են անում, թե կռվում են միգուցե։ Կարող ենք մեկ վարքյան մեր խորհրդակցել այո, իհարկե, ժյուրիի բոլոր անդամներով։ Դուք էլ կարող եք հանգստանալ, ես մի փոքր հանգստացնեմ բոլորի, կարող եք խորշունչ քաշել, թող քվեարկեն, քննարկեն, դինում են նաև սենց բաներ։
Մենք պատրաստ ենք։ Ժյուրին պատրաստ է, սիրելի ընկերներ, ժյուրին պատրաստ է, այս պահին մենք պետք է լսենք պարոն Քեշիշյանի որոշումը, որը նա քննարկեց արդեն ժյուրիի մնացած անդամների հետ։ Եվ այսպես, ես հիշեցնեմ բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, եթե կան տես մարդիկ, եզրափակիչ անցնելու ճանապարհին մենք պարզեցինք, որ ձայները երկու զույգերի հավասար են բաշխվել։ Ուստի մենք խոսքը փոխանցեցինք ժյուրի նախագահ Հրաչ Քեշիշյանին, որը փոքրիկ ժողովից հետո մեզ պետք է հայտնի ինչ-որ մի նորություն։ Ինչ ենք անում, պարոն Քեշիշյան։ Ես կարծում եմ, որ արդար կլինի նախագծում մնան այն մարդիկ ես փոխանցեցի էներգիան ձեզ ովքեր այս շաբաթների ընթացքում միշտ փորձել են զարմացնել, աշխատել են շատ քրտնաջան եւ ամեն անգամ իրենց գեղեցիկ ելույթներով ստիպել են մեզ եւ հուզվել, եւ ծիծաղել, եւ ուրախանալ, եւ պարել, եւ թրվռալ։ Ես կարծում եմ, որ 4 աստղերն էլ հիմա կարող են հանգիստ խղճով գնալ դեպի եզրափակիչ։ Ինձ թվում է ուղղակի ֆանտաստիկ որոշում, ասեք որ հիանալի որոշում է։ Շնորհակալություն շատ այս որոշման համար։ Շատ պաշտոնապես նորից կրկնեմ, որ ժյուրիի որոշմամբ իսկապես դուք հնարավորություն եք ստանում ելույթ ունենալու եզրափակչում, որովհետև դուք իսկապես արժանի եք։ Շնորհակալություն սիրելի ժյուրի, դե ինչ, այսօր կիսաեզրափակիչը ավարտվեց այս ֆորմատում, եզրափակչում արդեն հանդիպելու են 4 զույգ, ծափարում ենք այստեղ գտնվող 2 զույգերին, իսկ դուք սպասեք եզրափակիչ փուլին հունիսի 28-ին առաջինի ուղիղ եթերում, որտեղ դուք սիրելի հեռուստադիտող հենց դուք եք որոշելու, թե ով է դառնալու այս սեզոնի երկու աստղի հաղթողը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։